Բարի լույս, շատ սիրելի, հարազատ, դարձած մարդիկ, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք էլ ենք լավ, գործի եմ գնում, երեկ մի օրով գործադուլ էր գնացքները, դժվար էր գնալ գալը, բայց այսօր ոնց որ վերջացել է չկա գործադուլ, սպասվում է, որ իր ժամանակին կգնա, հիմա կայարան եմ եկել, այսինքն շուտնա բերել, ու գնամ տեսնեմ գնացքը երբ կգա նստարանները հանել են տարել վերանորոգելու ժամանակավոր տարել են վերանորոգելու ոչ միտեղ նստարան չկա, չնայած ես որ գալիս եմ, այդպես չեմ նստում։ Գործի գնալուց առաջ հոգնած չեմ, որ նստեմ։ Դուրս գալուց հետո եմ հոգնած լինում։ Այնքան լավ եղանակ է, հաճելի լավ է, շուտն ասում է, այսպես վաղուց չէր եղել, ասում եմ տարին ասում է մոռանում ենք։ Ոնց չէր եղել, պետք է նշենք, որ նայենք, հիշենք։ Միշտ էլ գարունը գալուց առաջ, գարնան սկզբին այսպես լավ եղանակ է անում, էլի։ Ուղղակի բանը անձրևներ որ շատ են լինում հիմա դեռ չկան անձրևներ երևի դրա համար է զարմանում այնքան լավ արև է անում որ այդ մեր արևային այդ մարտկոցները պանելները որ դրած են դրա այդ մարտկոցը 100% միշտ լցնում է միշտ ու 100%-ը որ լցնում է արդեն սկսում է ոնց որ դուրս տալ այսինքն մենք վաճառում ենք այդ մեր էլեկտրական ցանցերն են գնում, իրանք էժան են գնում, բայց երբ որ մենք ենք իրանից գնում, արդեն ավելի թանկ է, այսինքն մեզ ձեռ չի տալիս, որ մենք արտադրենք ու իրանց վաճառենք, ավելի լավ է, երբ որ արտադրում ենք, մենք օգտագործենք, դրա համար պետք է, երբ որ դնում էին այդ արևային պանելները, ասում էին էլի, աշխատեք այդ ձեր լվացք բան, այդ ինչ խոսանքով ինչ գործանում եք, միշտ ցերեկվա ժամերին արեք, որ դուք ձեր հոսանքն օգտագործեք, որ հետո ավելի թանկ չգնեք։ Դե եթե ցերեկները ասենք տանն եմ լինում, ես այդպես էլ անում եմ, բայց լվացքի մեքենաբանը միշտ աշխատում եմ առավոտները միացնեմ, շուտ չէ, բայց առավոտվա ժամերին։ Իսկ որ տանը չեմ լինում, աշխատում եմ թողնեմ այդպիսի բաներ, ասենք լվացքի մեքենաբանը իմ ազատ օրերին անեմ, դե այդպես մենք փոքր երեխա չունենք, որ կարիք լինի, ասենք ամեն օր միացնելու էլի, բայց շաբաթը էլի մի քանի անգամ միացնում եմ։ Այնքան հետաքրքիր էր, այսօր ուշադրություն եմ դարձնում Քսենիայի մեր Փիսոյի վարքագծին, ուրեմն երբ որ երկար քնում է, առավոտ արտանում է, չէ, սկսում է ձգվում է, լավ ձգվում է, այսինքն սպորտ է անում էլի, ձգվում է, որ մկանները լավ բացվեն, մեկ էլ նկատել եմ, երբ որ ասենք փորը ցավում է, կապվում է կամ ինչ, բան է անում, վազում է, էլի այսինքն շարժում է անում, էլի արագ վազում է այդ մեր մեծ միջանցքով, աջ ու ձախ, երկարությամբ այդպես վազում է, որ մինչև կարողանա զուգարան գնա, ասում անգամ կենդանիներից կարելի է սովորել, էլի, այդպես ժողովուրդ ջան, օրը չորեքշաբթի է, այդքան շատ փողոցներից ծանրաբեռնված չեն, երեխաները դե արձակուրդի մեջ են, շատ մեքենա չկա, շատ մարդ չկա, ավելի հանգիստ է, բայց խանութում դե շատ ծանրաբեռնված է, արդեն կապ չունի, չորեքշաբթի օրերը միշտ ծանրաբեռնված էր լինում, բայց հիմա արդեն որ արձակուրդը ամեն օր է ծանրաբեռնված բայց այդպես երկար կանգնել ծալելուց էլ ոնց որ ծանծրանամ արդեն որ 6 ժամ կանգնեմ ծալեմ հատկապես դե փոքրերի բաժինն է պատկերացրեք բեյբիների ասեք այդ մայկաները ամառային ինչքան կարաս ծալես չէ փոքր երեխաների հագուստները փոքր են դե արդեն ոնց որ ծանծրանամ էլի այդքան երկար կանգնել ծալելուց Իմ գնացքը հաղորդեց, իմ գնացքը, իմ սեփականն է էլի ոնց որ
Հաղորդեց, կես ժամ գնալու եմ, ժողովուրդ ջան։ Եթե չեք ձանձրանում, այս ճանապարհի տեսարանները գնացքից կդնեմ մի փոքր կնայեք։ Հիմա հատկապես շատ սիրուն է, որ գարունա կանաչել է, շատ սիրուն է, հաճելի է նայելը։ Այնքան լավ է, որ երկար գնացքներն են գալիս, այսպես շատ վագոններով են գալիս։ Ծանրաբեռնված չի լինում, ազատ նստում են։ Հիմա վագոնը համարյա դատարկ է։ Մի քանի հոգի են։ Նոր վագոնա, մաքուր, անգամ գետնին գորգա փալասա գցած։ Կորոնայի ժամանակ ոնց էինք այդքան դիմակներով նստում, գնացք, բան, տրանսպորտ, ոնց էինք նստում, ինչ ահավոր էր, չենք կարողանում շնչեինք, քիչ դիմակներով նստում էինք, պետք է գնանք գործի տեղն էլ դիմակներով լինեինք, ահավոր էր, լավ էր, որ վերացրին, արհեստական սարքեցին, գցեցին ժողովրդի ջանը, հետո էլ հանեցին, իրանք միլիոններ աշխատեցին։ Մի անգամ այդպես բարձրացանք գնաց, կոլեգայիս հետ էինք, մի տղա տենց մի քիչ սև մաշկի գույնով, մուգ մաշկի գույնով բան, առանց դիմակի նստած էր, բանի գնացքի աշխատողը կպել էր այս խեղճ տղային, իջի ասում է, առանց դիմակով պետք է նստես գնացք։ Այս տղան էլ հետը բանը անում, ասում է, ես դիմակ չունեմ ու հետն էլ տոմս ունեմ, ինչ ես ուզում ինձանից։ Վերջը գնաց այս գնացքի աշխատողը, որ ոստիկանություն զանգի, այս ընթացքում այս տղան հենց ինձ ասում է, կարող եմ մի հատ դիմակ ունենա, գերմաներենով հարցրեց, ասի հա ունեմ, հանեցի տվեցի, այնքան շնորհակալ եղավ։ Մինչև գնացքի աշխատողը նորից ետ եկավ, զանգեց ոստիկանություն ետ եկավ, այս տղան արդեն բանով նստած է դիմակով, ոստիկանն էլ եկավ, ինչ արեցին, ոստիկանը բան չասեց իհարկե, եկավ տեսավ դիմակով նստած է, այս գնացքի աշխատողը կատաղել էր, չգիտեմ, բայց զսպում էր իրան, ոչ ման չէր կարող աներ, անտեղի այդքան գնացքն էլ կանգնացրին, արդյունքում այդ տղան շարունակեց ճամփորդել, տոմսն ուներ, դիմակն ուներ, գնացքի աշխատողի վատությունն էլ իրան մնաց, մեկ-մեկ ոնց որ ռոբոտ լինեն էլի, ասենք մարդեր չուներ դիմակը, մոռացել էր կամ մի բան, վերջը ինչ որ էր, կարևորն է նա, որ վերացավ, հանեցին, նայում տրամվայից չի գալիս, ոնց տեսնում եք տարբեր օրեր եմ նկարել ժողովուրդ ջան, բայց դե այս աշխատանքիս օրերն են, գիտեք, իրար ետևից հերթով աշխատում եմ ամեն օր ու ճանապարհներն եմ այսպես նկարում։ Մի քիչ քամի է այստեղ Գենտում, մի քիչ ավելի սառն է, բայց արև է, պարզ է։ Հետաքրքիր էր, որ երեք հիվանդանոցում բժշկի մոտ չվճարեցի, փոխվել էր ոնց որ կարգը,
ասես տանը կստանաք համ բանը, այդ հաշիվը ինչքան որ պետքա վճարեմ, համ էլ թուղթ են դե տալիս, որ ապահովագրություն ենք տանում, որ այդ գումարը ետ ստանանք։ Համ էլ այդ նորություններ։ Նախկինում բժշկի մոտ էինք վճարում, հիմնականում ասենք այդ տեսակ բժիշկներ հիվանդանոցում կանխիկ էին ուզում կամ էլ բանով սկան էինք անում, էլի հեռախոսով, հեռախոսից հեռախոս էինք վճարում, բայց հիմա ասեց չէ, տանը կստանաք։ Ավելի լավ, փոխանցում պետք է արվի ուրեմն։ Ասեմ որ մի օրով նորից գնացքները գործադուլ են անում, բայց նորմալ էր այսօր իմ ժամի գնացքը կարողացա նորմալ գալ, հիմա տրամվայից իջել եմ, այս աղմկոտ մասերն եմ հասել կենտրոնի, անցնեմ ժողովուրդը ռեստորանում նստած են։ Արևի տակ, տեսնում եք, այստեղ միշտ այսպես է փողոցի վրա նստած են, արանքներով պետք է անցնենք գնանք։ Հեռախոսն անջատեցի, որ ակաշներս փակ են, տեսնում եք ինչա կատարվում, շնարարություն, վերանորոգում, աղմուկ, այս է կենտրոնում։ Այստեղ միշտ էս վիճակն է, այս ռեստորաններում, բաներում անընդհատ այսպես լիքն են։ Տեղն էլ հարմար է, համ կենտրոնն է, համ արևի տակ, հաճելի է շատ։ Կարող է շատ բան չվերցնեն էլ։ Մի հատ սուրճ կամ գարեջուր կամ մի բան վերցնեն, նստեն այսպես ժամերով։ Ինձ քիչ ամնում որ հասնեմ, այսօր պիժամաներ պետք է տանեմ, ետ տամ։ Շաբաթ օրը գնել էի, մտածեցի տանը կնայենք, լավ թե լավ չի, բայց ոնց որ պետք է ետ տանեմ երկուսն էլ, տանեմ դրանք ետ տամ, իրականում պետք է տեղատունել մտնեմ, բայց դժվար էլ հասցնեմ, տեղատունը պետք է մի քիչ ավելի շատ քայլեմ, որ ոնց որ խանութից անցնեմ էլի, հետո նորից ետ գամ։ Խանութում գողության փորձ էր եղել, հաճախորդ էր տեսել, գոլեգայս էր եկել, ասել ասում այն աղջիկը ոնց որ գողություն արեց, գոլեգաս էլ անվտանգության աշխատողներ ասել, հետաքրքիր այլի, որ անտարբեր չեն, ու գիտեք ոնց է լինում, ասենք որ գողություն են անում, նախ մեր անվտանգության աշխատողը ստուգում է, եթե գողություն լինում է, ոստիկանը կանչում, ոստիկանն էլ գալիս է, ասում է, ուզում ես առնես ես գողացածդ, կարող ասենք մի 500, 1000, 1500 եվրոյի բան է գողացել, եթե առնում է, խնդիր չկա, ուրեմն չեն գրում ակտ, իսկ եթե չի ուզում առնի, ուրեմն գրում են, արդեն քրեական գործ են հարուցում, ինքան աղմուկ այստեղ, աշխատողները ականջները փակ են աշխատում, մենակ մենք ենք, որ այսպես ասնում ենք ու աղմուկը խանգարում է, այդպես ոստիկան, բայց ասեմ, որ ոստիկանը շատ բան են էլի լինում, շատ քաղաքավարի, շատ ասենք որևէ կամ կոպիտ խոսան կամ որևէ բան չէ,
Այն ծաղիկներն են, որ միշտ ասում եմ մոտով շատ ասեմ նորմալ վերաբերունք են ցույց տալիս։ Պատահում է, որ մաման գողություն է արել երեխայի հետ, երեխան տեսնում է ինքան բան է, կամ ասենք կարող է երեխայի կոշիկները փոխեն, այսինքն նորը հագցնեն, ինը հանեն, թողնեն այդպես ու գնան։ Ասում բա այդ երեխան ինչ է սովորում էլի, որ տեսնում է, չէ, մաման կամ պապան ասեց կարաս քո հինը թողնես, խանութից առանց վճարելու հագնես դուրս գաս։ Իհարկե ծնողներ էլ կան, շատ եմ լսում, որ ասենք ինչ-որ բան են վերցրել երեխայի համար, կոշիկա, շորը, խաղալիքը, ուզում են այդ պահին ասենք վերցնեն կամ հագնեն կամ մի բան, ասում է չէ, նախ պետք է վճարենք նոր։ Այսինքն երեխան սովորում է, որ եթե խանութ են գնում, մի բան վերցնում են, պետք է վճարել դրա համար։ Այդ սառը քամի է, ժողովուրդ ջան, այստեղ կարելի էր երևի մի քիչ ավելի հաստ բաճկոն հագնել։ Հասնում եմ խանութին 25 րոպե ունեմ, պետք է արագ մի քանի հատ ամառային մայկաներ նայեմ։ Երկու հատ գնել էի, իմ չափսից էլ փոքրներ, բայց մեծ եղավ։ Հիմա գնամ մի քանի հատ ուրիշ մայկա նայեմ, սրանք կփոխեմ։ Դրա համար միշտ այսպես ստրեսային է լինում, պատկերացրեք 25 րոպե պետք է ինչ-որ բան նայեմ, տանեմ փոխեմ, հետո էլ բարձրանամ վերև ու պատրաստեմ գործի։ Առայժմ այսքանը, մի հատ տեսանյութ դնեմ նայեք, բան էի պատրաստել աղցան հավի կրծքամսով, նայեք մինչև ես աշխատեմ դուրս գամ։ Չմոռանաք հավանեք տեսանյութն ու որևէ մեկնաբանություն թողնեք։ Հավի կրծքամսով, կանաչ ոլորով ու գազարով համեղ աղցան, արագ աղցանա ու սիսերը մոռացա ասեմ։ Հավի կրծքամիսը նախապես խաշել եմ։ Գազարը այս քերիչով, այսպես բարակ երկար քերիչով անցկացնում եմ։ Մի քիչ դժվար է լինում սրանով, այս սարքով, բայց գեղեցիկ է ստացվում։ Սա տեսեք այսպիսի տեսք է ունենում։ Հիմա ավելացնում եմ մի փոքր աղ ու կծու պղպեղ, սա այսպես խառնում եմ։ Հիմա պետք է հավի կրծքամիսը մանրեմ։ Կարելի է նաև դանակով քառակուսիներ կտրատել, բայց ես նախընտրեցի այսպես մանրել ձեռքով։ Քսենիայի բաժին կրծքամիսը իհարկե թողնում եմ պարտադիր, այսպես մանրում եմ հավի կրծքամիսը։ Շատ պրոտեիններ է պարունակում ու կարելի է որպես դիետիկ կեր օգտագործել հավի կրծքամիսը։ Այսպես, հիմա համեմ եմ լցնելու աղցանիս մեջ, համեմն եմ մանր կտրատում։ Սիսերը նախապես թրջել եմ, ամբողջ գիշեր մնացել է, հետո խաշել եմ, որ հիմա արագ լինի։ Համեմը կտրում եմ, հետո ուրեմն ամեն ինչ խառնելու եմ իրար, արդեն սիսերն ու կանաչ ոլորն եմ ավելացնում հավի կրծքամիսին, ավելացնում եմ աղ, բայց չեմ մոռանում, որ նախապես մի փոքր գազարին աղ լցրել էի։ Սև պղպեղ, համեմը ու խառնում եմ, մի հատ այսպես խառնում եմ, հետո նոր կավելացնեմ մածունը։ Ես հունական յոգուրտ եմ լցրել, դա նույն մածունն է։ Կարելի է նաև թթվասեր լցնել։ Մայոնեզ ընդհանրապես չենք օգտագործում, դրա համար ընդհանրապես չենք օգտագործում, դրա համար աղցանների մեջ հիմնականում հունական յոգուրտ կամ թթվասեր եմ օգտագործում։ Ամեն ինչ աչքաչափով եմ անում, ահա հունական յոգուրտն էլ ավելացնում եմ, նորից լավ խառնում եմ։ Շատ արագ աղցան է։ Համ արագ, համ էլ շատ այսպես կշտացնող պրոտեիններով հարուստ։ Հիմա մի հատ համ տեսում եմ։ Շատ սիրուն, գունեղ։ Ահա, այսպիսի համեղ աղցան։ Պատրաստեք, անուշարեք։ Նայեցիք տեսանյութը աղցանը, արագ աղցան էր էլի ու պրոտեիններով հարուստ։
Ես աշխատեցի դուրս եկա, անգամ հասցրել եմ գնացքով եկել հասել եմ մեր քաղաք, Աշոտը սպասում է, ասեցի մի հատ ձեզ հրաժեշտ տամ, նոր այս տեսանյութը գցեմ, մի քիչ կարճ վլոգ ա ստացվում, ներող կլինեք, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, հաջողություն։